Չհասկացա։ Որ մասը։ Ինչ գործում ես այստեղ։ Լավն է։ Ոնց թե մոռացել ես, որ ես էլ եմ այս ընկերության բաժնետերերից մեկը։ Նշանակում է ոնց որ դու կարող ես ոտքդ ոտքի վրա գցես վիսկի ու այլս, ես էլ կարող եմ ոտքս ոտքի վրա գցեմ։ Ու պահպահակ վայելեմ, հրաշալի պահպահակ։ Սիրտս հովացն է։ Ես քեզ կարամ ուրիշ ավելի լավ բան առաջարկեմ։ Չէ, լավ է։ Սրանից ուժեղ տարբերակ չկա։ Ոնց որ իրար լավ չենք հասկանում, հա։ Սոս։ Թղթով, թամասով, բաժնետեր եմ։ Էդ ինչ կապ ունի։ Դու էլ ես էլ լավ գիտենք թե պատճառը, թե նախապատմությունը։ Հիմա ինձ ասա։ Ես բաժնետեր եմ, թե չէ։ Հա, բաժնետեր ես։ Ու ուզում է բարձրանա երկինք ու երկնքից իջնի։ Մեկ այդ փաստը չի կարող փոխի։ Մինչև ես չուզեմ։ Լավ խաղ չես սկսե։ Խորհուրդ կտամ հետ կանգնես, միևնույնն է տանուլ ես տալու։ Սոս, ես ոչ ուզում եմ հաղթել, ոչ էլ բարդվել։ Ես իմ ունեցածի տերն եմ։ Ունեցածի։ Դու ես ստեղծել ես ունեցածը։ Ես չեմ աշխատել, ուղեղս եմ աշխատացրել։ Նշանակում է աշխատողների աշխատածի մեծ մասը իմն է։ Լսի այս սողուն, խելքդ գլուխդ հավաքի։ Ուզում ես ասես ինձ օգտագործել ես, հա։ Ես ոչ մի բան չեմ ուզում ասել, բայց ուղղակի հիշեցնում եմ, որ ես շախմատի չօգտագործվող քար չեմ։ Ինձ մի քանի ժամ է պետք քեզ այդ քարը սարքելու համար։ Այդ դեռ կտեսնենք։ Իսկ ես մաղթում եմ լավ աշխատանքային, որ աշխատի, որ աղջիկս փայլը կողքիդ չմարի։ Հələ սրա խորժակին նայեք, այ առնետ քո անցած ճանապարհները ես քնած եմ անցել, զգույշ մնա, աղջկատ կյանքը դժոխք չսարքեմ մյուսինն էլ հետը։ Գնաց տեղից։ Ինչի՞, մեծ երեխեք են, թող իմանան ով է իրենց մայրը, ում հետ է հայրն ամուսնացել, մի ամաչյանն է, պետք չի։ Մաման առանց էդ էլ լավ չի զգում։ Ավելորդ խնդիրներ մի ստեղծեք։ Ձեր մայրը տեղով մեկ խնդիրա բոլորի սուսերին։ Ու հետո ոչինչ, որ մի քիչ վատ զգա իրեն, ամբողջ կյանքում ես ինձ վատ եմ զգացել իրա պատճառով։ Մի քիչ էլ ինքը վատ զգա, ոչինչ։ Լսի, ամփելությանս բաժակը արդեն լծվեց, որ տեղից ես ելնեմ։ Կմոռանամ, որ մորքուրս ես, գնաս տեղից։ Կգնամ։ Բայց եթե մի անգամ էլ շուքդ ամուսնուս կողքին տեսել եմ, այս անգամ ինձնից չես բրծնի, երդվում եմ։ Հասկացանք իրար։ Չէ, դու արդեն համահանեցիր, դու ցույց տամ տեղը, թե կհիշես ճանապարհը։ Ինձ հետաքրքիր բոլոր ճանապարհների տեղը ես գիտեմ։ Աննա, վերջին անգամ եմ զգուշացնում, հանգիստ թող ամուսնուս։ Ես ինչեր էր խոսում մամ։ Ճիշտ էր ասում։ Դու գիտեիր։ Փաստորեն գիտեիր։
Էլ ինչ կա, որ ինձնից թաքուն եք պահում, մի անգամից ասեք, ինչ եք դանդաղ սպանում ինձ։ Պապա, ինչ ես զիջում։ Էլ ինչ եմ իրան մեղադրում։ Դե հիմա ապրիր, թե կարող ես, թե չէ սրբի դիմակն առել ման ես գալիս։ Երեխեք դել գիտեն երկնքից նոր ես իջել, ոտքեր դել դեռ մի թեթև ամպոտ են։ Եթե չհասկացար, որ ինձ հետ կռվի դուրս գալ չի կարելի, ուրեմն պատրաստ տեղի հետևանքներն էլ կրել, տականք։ Ընդունիր ես մատանին որպես իմ սիրո խորհրդանիշ, ու թող բոլորը իմանան, որ սիրում եմ քեզ։ Իմ կրած բոլոր տառապանքների համար մեկ առ մեկ պատասխան ես տալու։ Դուք Բագրատի հետ խաղեր մի խաղացեք։ Չգիտեք, որ 7 ծովի մերան եմ։ Ինձ թռցնելը տենց հեշտ բան չի, ուզում ալինի, կգնամ մինչև վերջ։ Սկի շախունցները չկարողացան իմ հախից գալ։ Հենրիս ինձ չի ների։ Կների, մամ ջան, ուղղակի ճիշտ հասկացի, այս անվերջանալի թվացող գաղտնիքները, պատմությունները մեզ ուղղակի հուսաթափ են անում, հասկանում ես, անտանելի ապրել մի տան մեջ, որտեղ ոչ անցյալ գիտես, ոչ ներկա։ Դուք իրավունք ունեք մեզ մեղադրելու, ուղղակի կյանքաբալ ես, ու ոչ մեկս էլ ապահովագրված չենք։ Ես ձեզ միշտ ասել եմ ու էլի եմ կրկնում։ Ես ձեր հորը երբեք չեմ խաբել։ Ինքը հենց սկզբից ամեն ինչ իմացել է ու իմ հետ ապրելն ու ինձ ընդունել է իր ընտրությունն ա եղել։ Գիտեմ, մամ ջան, բայց անկախ ամեն ինչից իր համար էլ է շատ դժվար։ Ճիշտ ես։ Մենք երկուս էլ իրար մեծ ցավ ենք պատճառել։ Ինքներս մեզ արդարացրել ենք իրար անվերջ մեղադրելով։ Հենց այդ է մեր դժբախտությունը։ Հաների։ Անգել, Հասա հայրի լսում եմ։ շատ վատ վիճակում եմ, կգաս հանդիպենք։ Ես կգամ հեսա։ Այ Անա ջան, համեցի։ Նստի։
Ինչի կանգնած մնացի, ինչ-որ բան է պատահել։ Տագնապած ես երևում։ Հա, ճիշտ ես։ Տագնապած եմ։ Տագնապած եմ, որովհետև վտանգ եմ զգում։ Դրա համար եկել եմ քույրաբար քեզ խնդրեմ, որ ընտանիքդ վերցնես ու Հայաստանից գնաս։ Հասկանում եմ, ինչ ես ասում։ Ես էլ եմ համաձայն քեզ հետ, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չի, ոնց որ դու ես կարծում անեդ։ Գիտեմ Ռիտա, բայց ես նաև գիտեմ մի բան։ Դու Սոսի համար հեղինակություն ես։ Եթե դու ասես, Սոսը քեզ կլսի։ Ես որդուս մոտ հեղինակություն եմ ձեռք բերել հենց իր գործերի մեջ քիթս չխոթելով անեդ։ Չգիտեմ, իհարկե ես կփորձեմ, բայց վստահ չեմ, որ կստացվի։ Ես վախենում եմ։ Այսպես որ գնաց մեկը մյուսին կսպանի։ Պատկերացնում ես ինչ կլինի, արյուն կթափվի։ Իսկ մենք որպես հասուն մարդիկ պիտի կանխենք դա։ Բարև, Բարև։ ոնց ես։ Լավ, ընտիր։ Չես ուզում իմանաս ես ոնց եմ։ Հերախոսով ասեցիր, որ լավ չես։ Ավելորդ հարցեր չտանք, իրար անիմաստ չծանրաբեռնենք։ Փոխվել ես անգել։ Քեզնից եմ սովորել։ Շուրջս բոլորը փոխվում են, բայց ես նույնն եմ մնում։ Երևի ժամանակն է, որ ես էլ փոխվեմ։ Երևի պետքա չգայի։ Հաստատ տենց ավելի լավ կլիներ։ Որովհետև սենց ստացվում է, որ ես մենակ քո տխուր օրերի համար եմ։ Դու իմ համար շատ թանկ ես անգել։ Մի ասա էլի հոգնել եմ արդեն ես այս խոսքերից, դատարկ խոսքերից։ Իրավունք ունես ինձ մեղադրելու։ Գիտեմ, որ ունեմ։ Ու ես կօգտագործեմ իմ իրավունքը։ Կասեմ, որ չեմ կարա ներեմ քեզ ինձ ստորաբար խաբելու համար ու իմ հետ ստորաբար վարվելու համար։ Միքայելը մի հատ իսրամ սաթիվը նայես էլ ստե ինչ է գրած։ Ագնուստերից մի կինայի մեջ եմ թողել։ Ապրիլա։ Ապրիլա։ Մտեք։ Բարի օր ու արև իմ հարգարժան շախունցներին։ Կարող եմ ներս գալ։ Դու եթե եկի հասել ես, պետք է ներս գաս։ Շնորհակալ։ Խեր ունի Բագրատ։ Ասում եմ ինչքան կտակ, եթե հանկերի հետ կապված մի լավ բան շշնջամ ձեր ականջին։ Այ Բագրատ ջան։ Մեզ մի առաջարկները չեն հետաքրքրում։ Բայց որ դու եկե հասել ես ստեղ, քեզ ուշադիր կլսենք։ Հատկապես
Որ քո առաջարկները մեզ միշտ հետաքրքիր են։ Դե սկսեմ լավ բարեկամ։ Սիրուն են ձեզ օզորով չի։ Բա որ իմանաս մենք քեզ ինչքան ենք սիրում։ Մի չափանցանցրու։ Նի վերու չեմ հավատում։ Շատ իզուր։ Լավ տղա ջան, սպասի։ Խնամուս մեծ գիտելը մի կտրի։ Եկե հասցրատենանք ինչ ասում։ Ասա Բագրատ ջան։ Ճիշտ ասում։ Մտքից տելը մի կտրի։ Մեծ մարդ եմ։ Ավելի լավ լսի։ Ասել եմ ու կասեմ։ Դու իմ ամենասիրած փեսան ես։ Վերջ։ Այն սոսը ոնց դարոք ուտեղել է, տենց էլ մնացել է։ Դու էլ քանի որ քաղցրի սիրահար ես, միանգամից թեքվեցիր մեր կողմ։ Ճիշտ նշանակետին խփեցիր։ Իմ փեսեն հանքի բաժնե տոմսերի 70%-ից 20-ը իմ անունով է գրել։ Ինչ հարցերից խուսափելու համար։ Ես հիմա պատրաստ եմ իմ հասանելիք բաժնե մասը մի կլորի գումարով վաճառել ձեզ։ Ինչ կասեմ։ Դու լավ ես չի անում։ Ինչ եմ անում։ Լավ չի որ այսքանից հետո դեռ հարցնում ես ինչ ես անում։ Ախր որոշեցինք, պայմանավորվեցինք, որ էլ չենք հանդիպելու։ Իսկ դու նորից հանդիպումներ ես ման գալիս Հենրի։ Երևի չես պատկերացնում ինչքան դժվար է իմ համար, հա։ Ես քեզ օգնեցի, ազատեցի այդ տանջալից հարաբերություններից։ Հիմա ինչ ես ուզում ինձնից։ Լավ չեմ։ Երևի քեզ թվում է, որ ես եմ լավ, հա։ Ինձ մենակ մի թող անգել։ Ուզում եմ բոլորից փախնեմ։ Հիասթափվել եմ բոլորից։ Կասես ինչ ա եղել, ինչով կարամ քեզ օգնեմ։ Ինձ գրկելով։ Չի ես համից տանջում ամեն քեզ։ Չգիտեմ, Ռիտա, ես վախենում եմ։ Անետ, ես էլ եմ վախենում, շատ եմ։ Հորքուր, չէի սպասում քեզ այստեղ տեսնել։ Բարև։ Եկել է ինձ հետ խոսելու։ Կարամ հասկանամ ինչ դավեր եք նյութում իմ դեմ։ Վայ, չհասկացա աղջի, ինչ դավեր։ Էս ինչեր ես խոսում։ Սեփական փորձից ելնելով ասում։ Լսեցիր Հորքուր, լսեցիր ոնց է ինձ վիրավորում։ Լիլիթ, ես քեզ հետ վիճելու ցանկություն չունեմ։ Ասա տեսնեմ ինչ ես եկել։ Այսինքն, այս ինչ հարցեր ինչի ես եկել։ Էս իմ տունն է, եկել եմ տուն։ Լիլիթ, Սպասի Հորքուր։ Սոսը քեզ ասեց, որ այլևս չի ուզում քեզ տեսնել այս տանը։ Հա, ասեց, շատ բան ասեց։ Այդ չի նշանակում, որ ես պետք է ենթարկվեմ իր հրամաններին։ այ բալես, եթե սոսը չի ուզում քեզ այստեղ տեսնի, ավելի լավ է ինձ հետ գաս։ Էս իմ տունն է։ Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ։ Հա, էլի քո տունն է, բայց թող կրքերը հանդարտվեն։ Թող սոսի բարկությունը գոնե մի փոքր անցնի, նոր կվերադառնաս։ Ես տեղիցս չեմ շարժվի։ Այսքան տարի ինչի միջով ասես անցել եմ։ Հիմա չեմ պատրաստվում փողոցում հայտնվել։ Չհասկացա ինչ ես փողոցում հայտնվում։
Դու տուն ունես։ Կապրես իմ ու Բագրատի հետ։ Հորքուր, սկեսուր մայրիկս կփաստի ես ինչեր եմ քաշել սիրելի ամուսնուս ձեռքին, այնպես որ ես հեշտ հանձնվողներից չեմ։ Եթե հիմա ձեր զրույցը ավարտվել է, կարող ես գնալ։ Ինչ եք սառած իրար նայում, մի բան ասեք։ Պես էդ գիտի որ ստեղ ես։ Ձեռս առնում։ Պես ես եթե իմանա, ինձ կտուր կանի։ Բա ոնց եղավ, որ տենց եղավ։ Ջուր լսնեիր արանքները վտ չեր անցնի։ 100%։ Լսեք, ես ձեզ լուրջ առաջարկ եմ անում։ Դուք իմ ու Սոսի հարաբերություններն եք քննարկում։ Սենց առաջարկ աղբորը չեր անի։ Ուրեմն վերցրու քո առաջարկը ու գրողի ծոցը գնա։ Ոնց։ Դուք չեք ուզում բաժնի տոմսերի 20%-ը։ Չեն ուզում։ Իմ 20-ը ձեր 30-ի հետ դառնում է։ Գիտենք ինչ անում։ Հանրահաշիվ անցել ենք։ Դու հեռու նայող մարդ ես։ Ձեռիցդ մի բաց թողես առաջարկը։ Բագրատ գնա։ Լսեցիր։ Դեռ կփոշմանեք, բայց ուշ կլինի։ Անփորձանք։ Ես ինչ հաշիվեր։ Ես սպասում եմ, որ սենց ա լինելու։ Կեզի փողի մեռացա։ Որ դե ծանր ընդեղ ա։ Նջարի միշտ ծանր կողմն ա։ Բայց մենք կարենք օգտվենք ես ամեն ինչից, Միքայել։ Սրա թակարդը պետք չի լինել։ Ինչ գիտես, Սոսի հետ ինչ խաղ են կազմակերպել։ Ես Բագրատին լավ եմ ճանաչում, մեզի խաղ չէր։ Մենք պետք է ընդունենք իր առաջարկը։ Պապսրա հետ գործարքի մեջ պետք չի մտնել։ Նույնիսկ եթե 70%-ը մեզ վաճառի։ Վեր կաց Հենրի, ես չեմ ուզում քեզ այս վիճակում տեսնեմ։ Ես շատ վատ էի։ Ուրիշ ոչ մի տեղ չէի կարա գնայի։ Ուրիշ ոչ մեկ էլ չէի կարա խոսայի։ Բայց դու իմ հետ էլ չկիսվեցիր։ Հավատա, որ կարենայի կասեի։ Եթե ինձ չես վստահում, ինչի համար ես գալիս իմ մոտ։ Կներես, Ինչի համար։ որ նորից հայտնվեցի քո կյանքում։ Ուրեմն աշխատել չհայտնվես Հենրի, որ ես էլ կարողանամ քեզ մոռանամ։ Հուսամ մի օր կներես ինձ։ Կգա այդ օրը։ Ես քեզ կներեմ այն ժամանակ, երբ որ դադար եմ սիրել։ Իսկականից, ում եմ պետք է սա հանդիպումները։
Ինչի ես ամեն անգամ ես աղջկա հոգին տակն ու վրա անում։ Քոնն էլ հետը հիմար։ Ես այսօրվան շատ երկար եմ սպասել ու ուզում եմ, որ մեր վերջին զանգը հավերժ դրոշմվի մեր հիշողություններում։ Ընդունիր ես մատանին որպես իմ սիրո խորհրդանիշ։ Ու թող բոլորը իմանան, որ սիրում եմ քեզ։ Մտածեցի ճիշտ կլինի հանդիպենք այնտեղ, որտեղից սկիզբ առավ մեր չարաբաստիկ սիրո պատմությունը։ Մեր պատմությունը աշակերտական նստարանից է սկսվել։ Բայց ես հիմա չեմ եկել ստեղ, որ անցյալիս հիշողությունների գիրկն ընկնեմ։ Ես խոսում եմ վերջին զանգի մասին։ Այս բեմի վրա ես իմացա, որ դու երկակի խաղ ես խաղում, որ քո կյանքում հարուստ Միքայել կա։ Սոս ինձ նայի։ Ես արդեն հասուն կին եմ, ու չեմ պատրաստվում հիմա աշակերտի նման կանգնեմ քո առաջ ու արդարանամ։ Դրա կարիքը չկա։ Չեմ էլ ուզում լսել այդ էժան արդարացումները։ Ես քո հետ չէի հանդիպի, հատկապես վերջին դեպքերից հետո, եթե դրա անհրաժեշտությունը չլիներ։ Դու հասկանում ես, որ այն օրը հիվանդանոցում Միքայելը կարող էր սպանել քեզ։ Իսկ դու չես մտածում, որ կարող դրա հակառակը լիներ։ Ես շատ ժամանակ չունեմ, սկսիր։ Իսկ չես ուզում իջնես այդ բեմից։ Միգուցե դու բարձրանաս։ Թե վախենում ես անցյալի զգացմունքները վերապրելուց։
Գիտես, այսօր անցյալը ինձ էլ չի վախեցնում։ Անցյալը ինձ այսօր մենակ ցավ է պատճառում։ Հիմա նայում եմ քեզ ու հասկանում եմ, որ ես իմ կյանքի լավագույն տարիները անց եմ կացրել տառապելով։ Ինքս ինձ անվերջ մեղադրելով ու քո մահը սգալով։ Իսկ դու բարձվում ա ողջ ես եղել։ Ամուսնացել ես քրոջս հետ, դու երեխա ես ունեցել։ Դու 25 տարի ապրել ես։ Իսկ ես չեմ ապրել։ Ու այդքանից հետո այսօր քո կինը գալիս ա իմ տուն նայում ա իմ երեխեքի աչքերի մեջ ու ինձ խայտարակ անում։ Դու գիտես, ես շատ բան կարող եմ հանդուրժել։ Շատ բան կարող եմ նույնիսկ կորցնել։ Բայց իմ երեխեքի հարգանքը չեմ կարող կորցնել։ Ես թույլ չեմ տա, որ իմ երեխեքը ամաչեն իմ փոխարեն։ Իմ ընտանիքը միակ բանն է, ինչը պաշտպանելու համար ես ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնի։ Դու գիտես, ես շատ բան կարող եմ հանդուրժել։ Շատ բան կարող եմ նույնիսկ կորցնել։ Բայց իմ երեխեքի հարգանքը կորցնել չեմ կարող։ Ես թույլ չեմ տա, որ իմ երեխեքը ամաչեն իմ փոխարեն։ Իմ ընտանիքը այսօր միակ բանն է, ինչը ես ունեմ։ Ու այդ ընտանիքը պաշտպանելու համար ես պատրաստ եմ ամեն ինչի։ Լիլիթ, անկախ ամեն ինչից դու ին թորան մայրն ես։ Լուրջ։ Լավ, որ մեկ-մեկ հիշում ես այդ մասին։ Ես դա երբեք չեմ մոռանում։ Ու պատկերացրու, որ ես իսկապես չեմ ուզում, որ Սոսը քեզ ցավ պատճառի։ Ես չեմ ուզում, որ ձեր ընտանիքը քանդվի։ Այս ինչ նոր բացահայտումներ են սկսում մայրիկ։ Տեսնում ես, որ նույնիսկ չես թողնում մի բառ ասեմ։ Չէ, ես ով եմ, որ մանկավարժ կնոջ խոսքը ընդհատեմ։ Շարունակի։ Իրոնի այդ կարող ես վերջ տալ։ Լիլիթ, ես շատ լավ գիտակցում եմ, որ դու Սոսին շատ ես սիրում ու պատրաստ ես նրա հետ գնալ մինչև վերջ։ Ես քո փոխարեն այդքան վստահ չէի լինի։ Եթե տղետ շարունակի ինձ ստորացնելու քրոջս հետևից քարշ գալ, ես մի գեղեցիկ օր այդ ամեն ինչից կհոգնեմ ու Սոսի հետ չեմ քայլի։ Այդ ժամանակ ինքը հաղթող դուրս չի գա։ Ու գիտես ինչեր կլինի սկեսուր մայրիկ։ Վատ ես զգում, ոչինչ գիտես, մոր սիրտա, կարաս վատ զգաս տղայիդ համար, ոչինչ, կանց։ Իսկ կոնկրետ ինչ է արել Լիլիթը։ Եկել է իմ տուն։ Ու իմ երեխեքին ասել է, որ ես հղի եմ եղել քեզնից։ Հետաքրքիր է։ Ինչն է հետաքրքիր։ Այն, որ հենց այդ Լիլիթը ինձ երկար ժամանակ համոզում էր, որ դու ինձանից հղի չես եղել։ Դե ուրեմն հետևություններ արա։ Ու հասկացի, թե ում հետ ես այսքան տարի ապրել։ Ամեն դեպքում Լիլիթը մի հարցում շատ ազնիվ ա եղել ինձ հետ։ Միշտ սիրել ա ինձ, սիրում ա ու պայքարում ա իր սիրո համար։ Իսկ ես քեզ չէի սիրում։ Չգիտեմ։ Դու մի ոտքով միշտ կանգնած ես եղել երկու անիվի վրա։ Այդ կերպել եղել ա քո սերը իմ հանդեպ։ Երանի իրոք սուտ լիներ։
Երանի ես այսքան տարի չտարապեի քո համար։ Իսկ ինչ վերաբերում է Լիլիթին, հիմա եմ ես հասկանում, որ իմ բոլոր դժբախտությունների միակ պատճառը ինքն է եղել։ Շատ սահուն ձևով Միքայելին չոր հանեցիր ջրից ու ամեն ինչ բարդեցիր Լիլիթի վրա։ Չէ։ Բայց այ Միքայելը ինձ իրոք սիրել է։ Ու պատրաստ է եղել ինձ ընդունել։ Ինքը պատրաստ էր նույնիսկ քո երեխային հայրություն անել։ Թող ինձ չսպաներ ու իմ երեխուն հայրություն անելու համար չհերոսանար։ Ոչ Երանի այն օրը, որ հանդիպեցինք իրար։ Կներես։ Ես քեզնից ներողություն եմ խնդրում։ Իրոք մեծ երջանկություն կլիներ, եթե ոչ դու հայտնվեիր իմ կյանքում, ոչ էլ ես քո։ Չպիտի հանդիպեի քեզ, ոչ քրոջդ, թե դու, թե քուրդ, թե հերդ, քանդեցիք տունս, կյանքս, ու դեռ շարունակում եք։ Քեզով ընդհանրապես ավտո տվել։ Կարելի է չէ քշել սովորել նոր նստել ղեկի։ Այդ նրանից է որ կամ հայլու մեջ ես քեզ նայում, քեզնով հիանում, կամ էլ Instagram-ում լայք ես հավաքում։ Վերջացրեցիք։ Այսինքն։ Եթե վերջացրեցիք, ձեր թույլտվությամբ ես ասեմ։ Դուք եք եկել հարվածել իմ մեքենային, ձեր մեղավորությամբ ենք հիմա այստեղ կանգնած եւ հետո կարելի է անծանոթ մարդու հետ դուքով խոսել։